Ռուսական զինուժը Սուրբ Ծննդյան տոնին շարունակել է հարվածները Ուկրաինայի մի շարք շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին։ Օդեսայում հարվածել են նաև նավահանգստի Կամեկ զոհ։ Թիրախում են եղել նաև Խարկովը, որի մի մասը հոսանքազրկվել է, մայրաքաղաք Կիևը, որտեղ գիշերը 2 անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստի նավթամթերքի 2 պահեստարանում հրդեհ է բռնկվել։ Հարվածել են նաև նավթավերամշակման գործարանի Օրենբուրգում։ Ուկրաինայի նախագահը Սուրբ Ծննդյան ուղերձում ասել է, որ կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր տոնին հարվածները չդադարեցնելով Ռուսաստանն ապացուցում է, որ մեջբերում են անաստվածներ են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ։ Сьогодні мрія усіх нас одна. І бажання Այսօր բոլորս մեկ երազանք ունենք եւ միասին մեկ ցանկություն ենք պահում։ Թող Պուտինը մահանա։ Կարող է մտքում մտածել մեզանից յուրաքանչյուրը, բայց երբ դիմում ենք Աստծուն, իհարկե ավելին ենք խնդրում։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք դրա համար։ для України. Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը չնայած իր առաջացրած բոլոր դժվարություններին չի կարող կոտրել ուկրաինացիների ոգին, հավատը միմյանց նկատմամբ եւ միասնությունը։ Ու մինչ Զելենսկին խոսում է Սուրբ Ծննդյան ցանկությունների ու ուկրաինացիների անկոտրում կամքի մասին, Բլումբերգը Կրեմլին մոտ աղբյուրին հղումով հայտնում է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև Մայամիում կայացած բանակցությունների արդյունքում մշակված 20 կետանոց ծրագրի հետ, որը երեք ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ հեղինակավոր պարբերականի Մոսկվան մտադիր է փոփոխություններ կատարել դրանում, բայց Կրեմլը այս պլանը դիտարկում է որպես հետագա բանակցությունների համար մեկնարկային կետ, քանզի դրանում բացակայում են Ռուսաստանի համար կարևոր դրույթներ։ Բլումբերգի աղբյուրը պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, իսկ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրամիությանը։ Մոսկվան նաև ցանկանում է, որ հստակություն մտցվի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների վերացման եւ արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների ապագայի հարցում։ Փաստաթղթում հաշվի չեն առնվում պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումների վերաբերյալ Ռուսաստանի ցանկությունները։ Նաև հստակ երաշխիքներ չկան Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ գրում է գործակալությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պնդել է, թե Բլումբերգի հոդվածը կեղծ է, քանզի լրատվամիջոցը Կրեմլին մոտ հուսալի աղբյուրներ չունի։ Միայն ոչ հուսալի աղբյուրներ սոցցանցում գրել է Մարիա Զախարովան։ Ռուսաստանը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել նոր առաջարկների վերաբերյալ։ Կրեմլի խոսնակը երեկ հայտարարեց, որ նախագահ Պուտինը տեղեկացվել է դրանց մասին, եւ Մոսկվան դիրքորոշում կհայտնի հնարավորինս շուտ։ Сейчас мы имеем в виду на основе той информации, которая была получена главой государства. Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն Ազատության Նաստաշիևրեմի հեռուստաալիք զրույցում ասել է, որ խաղաղության նոր պլանում շատ բաներ բացակայում են եւ Ռուսաստանը թերևս կներկայացնի իր պահանջներն ու ցանկությունները։ Ըստ նրա որոշ հարցերի շուրջ հնարավոր չի լինի փոխզիջման գնալ, օրինակ տարածքների ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ուստի դիրքորոշումները համաձայնեցնելու երկար փուլ է սպասվում։ Քաղաքագետի կարծիքով խնդիր կառաջանա նաեւ հրադադարի հետ կապված, մասնավորապես թե երբ եւ ինչպես պետք է այն հաստատվի։ Եթե բանակցություններն ընթանան այս ծրագրի համաձայն, այն տրամաբանությամբ, որ հրադադարը կհաստատվի միայն շրջանակային համաձայնագրի ամբողջական ստորագրումից հետո, կարող եմ ասել, որ մենք իրական խաղաղություն դեռ երկար ժամանակ չենք տեսնի։